Հայաստանի Հանրապետությունում հարգելի բարեկամներ բոլոր տեսակ նորմերը խախտված են։ Յանի նորմ կար, բայց եղածնել է խախտվել, սահմանադրությունը վաղուց վերահասվել ջնջոցի, գրված նորմերը խախտվել են, չգրված նորմերը խախտվել են, օրենքները խախտված է։ Բայց երկու նորմ, հարգելի բարեկամներ, երկու նորմ իշխանությունները պահում են աչքի լույսի պես։ Առաջին նորմը նրանք չեն հրապարակում այն մարդկանց անունները, ովքեր ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելով հանդերձ զբաղվել են քաղաքական ընդդիմադիր գործունեությամբ, քրեական գործունեությամբ, լրագրողական գործունեությամբ ու այսպես շարունակ։ Լուստրացիա չի իրականացում Հայաստանի Հանրապետությունում, դա պահում են աչքի լույսի պես։ Փաշինյան Նիկոլ, քո շրջապատում կան մարդիկ, ովքեր չեն եղել ազգային անվտանգության ծառայության գործակալ։ Հասարակությունը ուզում է իմանալ։ Դու մի կողմից անոնսել ես, որ նախկին ռեժիմը եղել է հանցավոր, բայց մյուս կողմից չես հրապարակում են ստահակների անունները, ովքեր համագործակցել են նախկին հանցավոր ռեժիմի հատուկ ծառայությունների հետ։ Արարատ Միրզոյանը օրինակ համագործակցել է նախկին ռեժիմի հատուկ ծառայությունների հետ, եղել է նախկին ռեժիմի գործակալը, բայց հիմա զբաղեցնում է արտաքին գործոց նախարարի պաշտոնը։ Քանի 100 Արարատ Միրզոյան կա հիմա քո շրջապատում։ Սա այս կազուսը Փաշինյան Նիկոլ դու քո աջակիցներին երբ ես բացատրելու։ Այս պարադոքսը Փաշինյան Նիկոլ դու ժողովրդին երբ ես բացատրելու։ Ինչու չի հրապարակվում այն մարդկանց անունները, ովքեր եղել են ազգային անվտանգության ծառայության գործակալներ նախկին հանցավոր ռեժիմի ժամանակահատվածում։ Փաշինյան Նիկոլ, դու 2008 թվականի մարտին եղել ես ընդդիմադիր գործիչ, թե եղել ես ազգային անվտանգության ծառայության տակ գործած, վերահսկողության տակ գործած անձնավորություն կամ գործակալ։ Այս հարցը ինչ որ մի լրագրող պիտի բարձրացնի քեզ հետ զրուցելու, քեզ հարցեր ուղղելու ժամանակ։ Այս հարցը ինչ որ մեկը պիտի տա Ռոբերտ Քոչարյանին։ Այս հարցը ինչ որ մեկը պիտի տա Սերժ Սարգսյանին։ Եթե որևէ լրագրողի ասես, որ քո գործունեությունը լրագրողական գործունեություն հետ աղերս չունի, գիտես ինչ կանեն քեզ։ Գիտես ինչ կանեն։ Տարիներ շարունակ այս հարցը լրության է մատնվել։ Տարիներ շարունակ։ Փաշինյան Նիկոլ, բոլոր նորմերը խախտում ես, գլուխդ արդեն մտցրել ես եկեղեցական նորմերն ես փորձում չեղարկել։ Ազգային անվտանգության ծառայության գործակալների անունների չհրապարակումը ինչի հետ է կապված։ Ինչի հետ է կապված։ Փաշինյան Նիկոլ, Արարատ Միրզոյանին, որ նշանակել ես արտաքին գործոց նախարար, այդ գործակալին ինչի հետ է կապված։ Սա ինչ բացատրություն ունի։ Միքայել Մինասյան, թղթերը քո մոտ են, ազգային անվտանգության ծառայության կարևոր թղթերը քո մոտ են, այն պապկայի մեջ դրված։ Ինչու ես հրապարակել միայն Արարատ Միրզոյանի գործը։ Հետաքրքիր է, ինչու ես հրապարակել միայն իր գործը։ Դու ընդդիմադիր ընկերներ ունես։ Դու ընդդիմադիր ընկերներ ունես, այս հարցը քեզ չեն տվել քո ընկերները։ Ինչու միայն Արարատ Միրզոյանին։ Արարատ Միրզոյանին 2020 թվականի նոյեմբերին գցեցին քացուտակ, 2 ամիս հետո հրապարակեցին Արարատ Միրզոյանի գործակալական թղթերը։ Էս ինչ ֆոկուս էր Միքայել Մինասյան։ Ինչու հրապարակվեց Արարատ Միրզոյանի գործը։ Հրապարակող էր, բոլոր գործերը հրապարակի իր։ Չէ որ դու Փաշինյան Նիկոլի հետ Թշնամական հարաբերություններ ունես, ինչպես դու ես խոսում դրա մասին։ Փաշինյան Նիկոլի գործը ինչու չես հրապարակում։ Արմեն Գրիգորյանի գործը ինչու չես հրապարակում, օրինակ գործակալ չի եղել Արմեն Գրիգորյանը։ Փաշինյան Նիկոլ,
Արարատ Միրզոյանի վրա են հարձակվում, Արարատ Միրզոյանը ունի, ես այդ ստահակին չեմ ուզում պաշտպանել Արարատ Միրզոյանին, ես դրան չեմ ուզում պաշտպանել, բայց ճիշտը մնում է ճիշտ, Արարատ Միրզոյանի վրա են հարձակվում, Արարատ Միրզոյանը շրջապատված լինելով ազգային անվտանգության ծառայության սպաների զինված սպաների հարևանությամբ որևէ մեկը նույնիսկ օդը չի կրակում։ Սա ինձ հիշեցնում է Արարատ Միրզոյանի վրա հարձակումը, ինձ հիշեցնում է ՊՊՑ գունդ եմ ասում, ռադիոդան գրավում։ Երբ որևէ գործողություն չիրականացրեց ծառայություն իրականացնողը։ Շատ նման է։ Ինչու Արարատ Միրզոյանին թույլ տվեցին, որ այդ գիշերը գցեն քացու տակ։ Ինչու Արարատ Միրզոյանի գործակալական գործերը հրապարակվեց։ Եվ միայն իրենը։ Մնացած թղթերը պահվում են աչքի լույսի պես։ Պահվում են որպես սրբության սրբոց։ Արարատ Միրզոյանը պիտի հիշեցնեմ ձեզ հարգելի բարեկամներ, մինչ այդ սկսել էր որոշակի կոնսուլտացիաներ քաղաքական։ Փաշինյան Նիկոլ եւ Միքայել Մինասյան այս գործողությունները Արարատ Միրզոյանի հետ արդյոք կապ են ունեցել տվյալ կոնսուլտացիաների հետ, թե չեն ունեցել։ Եվս մեկ անգամ հարց եմ տալիս Միքայել Մինասյան, Արայիկ Հարությունյանը գործակալ չէր, աշխատակազմի ղեկավարը։ Պապիկյան Սուրիկը գործակալ չէր։ Իմ ունեցած տվյալներով Պապիկյան Սուրիկը ժամանակին նաև հանրապետական կուսակցության անդամագրվելու դիմում է գրել։ Այդ դիմումի բնօրինակը կամ կոպիան քո մոտ չկա, ինչու չես հրապարակել։ Ինչու այդ թղթերը չհրապարակվեցին մինչև պատերազմը։ Այս հարցերի վերաբերյալ պիտի վերջը քննարկում տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում, թե կարևորը հացահատիկի կարգերն են, կարևորը Ադրբեջանի նախագահ Սևանին ինչ կասի ու այսպես շարունակ։ Փաշինյան, դու կարող ես 7 տարի կարող ես խաբել մարդկանց, բայց եւս 7 տարի քո մոտ չի ստացվելու։ Չի ստացվելու։ Արդեն մարդիկ իրենց աչքերը բացել են, այդ թվում քո հավատավոր մասսաները։ Ինչ որ մի բան հասկանում են։ Ինչ որ մի բան հասկանում են, որ այն չէ։ Ամենավերջին հացագործությունների մեջ մեղադրել ես դու Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյան, ամենավերջին հանցագործությունների մեջ։ Հարցը նրանում չի, որ Սերժը չի դատվել։ Հարցը նրանում է, որ Սերժը դատում է հիմա։ Ոչ թե Սերժը չի դատվել, սա կես ողբերգությունն է։ Ողբերգությունը նրանում է, որ Սերժն է դատում։ Այս ամեն ինչի բացատրությունը դու երբ ես տալու։ Վաճառված բլոգերներ, վաճառված ժուրնալիստներ, վաճառված քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, դաշնակ մաշնակներ, ձեր երթումը դержած, մի հատ էլ զենքի վրա եք երթում տալիս, էդ եք դержե։ Այս թեմաների մասին չի կարելի խոսել։ Երկրորդ նորմը առևտրային գաղտնիք, հարգելի բարեկամներ։ Լրություն է։ Այս նորմը եւս չի խախտվում, բոլոր նորմերը խախտել է, ելի եմ ասում ընդհուպ մինչև եկեղեցական նորմեր։ Այս նորմը պահվում է համարյա աչքի լսի պես։ Բանկային գաղտնիքի մասին օրենքը ոնց խախտեն։ Ամեն ինչ կարելի է խախտել, բայց դա ոչ։ Առևտրային գաղտնիքի մասին օրենքը ոնց խախտեն։ Փաշինյան Նիկոլ, Արցախում $800 միլիոն վարկ է տրվել։ Նույնիսկ ինձ պատմում են դեպքեր, որ եղել են մարդիկ, ովքեր վարկ են վերցրել կամ փոխառություն են վերցրել, հեկ են կառուցել։ Դավադրությունից հետո այդ ուրիշի միջոցներով կառուցված հեկը, որը փաստացի իրենց սեփականությունը չի, միջև իրենք գրավադրված եղել ինչ-որ բանկում, այդ ամենը, միջև իրենք
Մարեն վարկը, այդ գույքը իրենց սեփականությունը, փաստացի իրենց սեփականությունը չի։ Բայց հայերը կարողացել են իրենց սեփականություն չհանդիսացող գույքը վաճառեն ադրբեջանցիներին մաս-մաս։ Իմիջիայլոց սրա մասին դու ես խոսում։ Մյուս կողմից որպես տուժված մարդիկ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացիոն ստանալ եւ գումարած սրան 2023 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ ջերվել են իրենց վարկերը։ Հասկանում եք ինչ աֆյորա է տեղի ունեցել հարգելի բարեկամներ։ Հարգելի նիկոլականներ։ Ես մեկ-մեկ ձեզ ասում եմ ամորալ դեբիլներ, ինչպես նաև ընդդիմադիրներին եմ ասում ամորալ դեբիլներ, բայց մի պահ եկեք այս գործի վրա ուշադրություն դարձնենք, մարդը վարկ է վերցնում հեկ է կառուցում, որպեսզի պատերազմից անմիջապես հետո հեկը մաս-մաս վաճառի ադրբեջանցիներին, այնտեղ գրաֆիկ էր տրված, չէ, Քելբաջարից պիտի դուրս գա զորքերը մինչև նոյեմբերի այսինչ օրը, Լաչինից մինչև նոյեմբերի այնինչ օրը, հա? Այդ ընթացքում իրենք կարողացել են հարմարացնել եւ վաճառել իրենց հեկերը մաս-մաս ադրբեջանական կողմին։ Ու պլյուս Հայաստանի կառավարությունից կոմպենսացիոն ստացել, պլյուս ջրվել են իրենց վարկերը։ 70%-ը կառավարությունը ստանձնեց, 30%-ը առևտրային բանկերը դուրս գրեցին։ Հիմա հարց։ Անունները ինչու չես հրապարակում Փաշինյան Նիկոլ այդ մարդկանց։ Ինչի հետ է կապված, որ դու անունները չես հրապարակում։ Սա ունի մեկ բացատրություն ընդամենը։ Սա ունի ընդամենը մեկ բացատրություն, դու այդ գործարքի մաս ես։ Ուրիշ բացատրություն չկա։ Սա ունի ընդամենը մեկ բացատրություն Փաշինյան Նիկոլ, դու որ տարիներ շարունակ քեզ ցույց ես տվել որպես ռեժիմին ընդդիմադիր, դու ռեժիմին ընդդիմադիր չես եղել։ Սա Հայաստանի Հանրապետության, Հայաստանի երրորդ հանրապետության ամենամեծ բլեֆն է եղել, որը դու իրականացվել է քո կողմից։ Այս ֆարսը երբ պիտի բացահայտվի։ Ամբողջապես։ Այս ֆարսի մասին երբ պիտի պատգամավորները ելույթ ունենան։ Երբ։ Հրանտ Բակրատյան, դու 2017 թվականի ապրիլի 2-ին տենց 10-11-ի կողմ գրեցիր, որ մի ստատուս գրեցիր 17 թվականի ապրիլի 2-ի երեկոյան, խորը երեկոյան, դա պարլամենտական ընտրությունների օրն էր, որ 4 իշխանական ուժեր մտան պարլամենտ, նկատի ունենալով նաև ելքը, նկատի ունենալով նաև Փաշինյան Նիկոլին, նկատի ունենալով այն, որ Փաշինյան Նիկոլը իշխանական պրոյեկտ է, հեղափոխություն կոչվածից հետո, այդ բեմականացումից հետո, հազարավոր ինտերվյուներ ես տալիս, տվել, տալիս, շատ գերագետ վերլուծություններ, մեկնաբանություններ, Փաշինյան Նիկոլ Սերժ Սարգսյան կապի մասին լռություն է, ինչու, պարոն Բագրատյան, ինչու, ինչ է կապված։ Ընդհանրապես քաղաքականության մեջ երբ շատ զարմանալի բաներ են տեղի ունենում, դա ունի երկու պատճառ։ Ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաև կյանքում, բայց առավել եւս քաղաքականության մեջ երկու պատճառ կա։ Մեկը սեքսն է, մյուսը փողն է։ Ես այլ պատճառ չգիտեմ։ Որն է պատճառը, որ այս թեմաների մասին, որն է պատճառը, որ սա չի դառնում դոմինանտ թեմա, որն է պատճառը։ Էլի եմ ասում, Նիկոլ Փաշինյան, անունները ինչու չես հրապարակում։ Այդ դա առևտրային գործունեություններ չէ, հանցավոր գործունեություն իրականացած այդ աֆերիստների անունների չհրապարակումը, ինչի է կապված։ Ում վարկերն ես դու, ժողովրդական լեզվով ասած ջրել։ Ում վարկերը։ 10 ամենախոշոր վարկառուների անունները։ Այդ $800 միլիոն փաթեթը ձևավորվել էր Դրամբոնի, Ստեփանակերտի, Մարտունու,
զինվորականների, ուսուցիչների, ինժեներների, սպառողական վարկերից, հիպոթեկային վարկերից, մեծամասամբ ապառիկներից, թե քո հրճակած նախկին թալանչիների վարկերից է ձևավորված եղել։ Ու տեսեք, այս երկու խումբը իշխանական եւ ոչ իշխանական բլոգերներ եւ հակաիշխանական բլոգերներ, ժուրնալիստներ, ոչ նա է խոսում սրա մասին, ոչ նա է խոսում սրա մասին։ Եվ այսպես գտնվելով դաշինքի մեջ, ոչ էլ պարլամենտում են խոսում, ոչ միտեղ, եւ այսպիսի էլի հարցեր կան, որոնց ընդհանրապես, որոնց մասին չի խոսվում, եւ այսպես տանում են ժողովրդին հերթական ողբերգություն դեպի։ Իմիջիայլ այդ ողբերգությունից իրենք չեն տուժում։ Իրենք ողջ են, առողջ են, ինչպես տեսնում եք, կարողացել են նույնիսկ պարտությունը կապիտալիզացնել, հարգելի բարեկամներ, նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր պարտությունը, ողբերգությունը կարողացել են կապիտալիզացնել, դե հələ հաղթանակը կապիտալիզացրեցին, հասկացանք։ Հələ հաղթանակը կապիտալիզացրեցին, հաղթանակ էին տարել, բայց պարտությունը կարողանան դա անել, պարտությունը կարողանան տրանսֆորմացիայի ենթարկել դեպի հաղթման, նյութական շահույթի, դա ամեն մարդ չի կարող անել։ Ամեն ազգության ներկայացուցիչ չի կարող անել, հայերն արեցին, ղարաբաղցիներն արեցին։ Ասում է, մենք կգանք իշխանության, կպարզվի։ Ինչը պիտի պարզվի, պարոն Ռոբերտ Քոչարյան, դու որ եկար իշխանության։ Երևանի կենտրոնի կեսը Արմեն Գևորգյանին է պատկանում։ Դա պիտի պարզվի։ Հələ իշխանության չես եկել, Գառնիկ Դանիելյանը ստորություն, խուլիգանություն է անում Մասուր կաֆեում։ Որ եկար իշխանության կարող է մարդ-մուրդ սպանի Մասուր կաֆեում։ Հարց է։ Կարող է այդպիսի բան տեղի ունենալ։ Արծվիկ Մինասյանը պիտի պարզի, Արծվիկ Մինասյանը պիտի խոսի այն գործակալների մասին, ովքեր 18 թվականին բեմականացրել են ինչ-որ շարժում անունը դրել են հեղափոխություն, թե Արթուր Խաչատրյանը, պարոն Ռոբերտ Քոչարյան, ով պիտի պարզի։ Այս մեծ հանցագործությունը, որը տեղի է ունեցել, այս որ ամբողջ այս քաղաքական դաշտով կներեք արտահայտությանս համար խուրդեցին Արցախը, հազարավոր տղեկ էլ դրեցին հողը, այս հանցագործության մանրամասնությունները պիտի պարզվի, պարոն Ռոբերտ Քոչարյան, այն որ մարդիկ բանակ չեն ծառայել, բայց այսօր Արցախ են, Արցախի դարդով են տառապում, կամ ինչպես ժողովուրդն ասում, բոզի լաց են դրել, այդ աֆյորան պիտի պարզվի, խմբակցությանը կեսից ավելը փախած է բանակից, պարոն Ռոբերտ Քոչարյան, այս ոնց է եղել։ Հիմա այս ամեն ինչը պիտի պարզվի, երբ դուք գաք իշխանության, ինչ որ չեմ հավատում։ 2008 թվականին, պարոն Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ էր, թե ընդդիմադիր էր, ժողովրդի համար, ժողովրդի ձայնի համար պայքարող, որն էր։ Դեպքերը ցույց են տալիս, որ եղել է ազգային անվտանգության ծառայության վերահսկողության ներքո։ Ով կարող է պարզել այս ամենը, հարգելի բարեկամներ։ Միայն մեկը, ով սիստեմայի մաս չի կազմել։ Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին այսօր պետք է միայն արդարություն։ Միայն արդարություն։ Այս թեմաների մասին նույնիսկ ոչ թե կարող են, այլ պարտավոր էին խոսել հոգևորականները։ Այս դավադրության, ընդհանուր դավադրության մասին պարտավոր էին խոսել հոգևորականները, բայց դուք տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում։ Եկեղեցին բաժան են արդեն, եւ եթե ուշադրություն դարձնեք, պես օրինակ եկեղեցու թեմայով էլ կան, եկեղեցու վերաբերյալ էլ կան հարցեր, ոչ նրանք են խոսում, ոչ նրանք են խոսում։ Ոչ դաշնակ մաշնակներն են խոսում, ոչ Նիկոլենք են խոսում։ Նիկոլը պայքարում է կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականների դեմ։ Պարոն Նիկոլ, պարոն նիկոլական բլոգերներ, դու
Շատ լավ գիտես, որ Կոտայքի թեմի կուսակրոն առաջնորդը ունի զավակ։ Եվ ինքը դաստիարակել է մի այնպիսի զավակ, որը խուլիգանություն է անում պարլամենտում։ Հարձակվել է զոհված զինվորների հարազատների վրա իր կաբինետում, այդպիսի մարդ է դաստիարակել։ Բայց եթե դա քեզ համար անընդունելի է, Էլիբեկ Քյարամյանի որդուն չէր նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն, մի հատ էլ ասում ես Արգիշտի Քյարամյան ունի բոլոր իրավունքները, ինչպես որ բոլորը։ 28-30 տարեկան հասակում նույնիսկ մարդիկ նոր փորձում են ինչ-որ կայանալ։ Այդ որ զասլուգայի համար է նշանակել Արգիշտի Քյարամյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Այս հարցը օրինակ ինչու չեն տալիս։ Ինչու չեն բարձրացնում նիկոլական բլոգերները։ Հետաքրքիր է նաև լսել Արգիշտի Քյարամյանի հոր կարծիքը Նիկոլ Փաշինյանի իրականացրածի վերաբերյալ։ Ինչ են մտածում, ինչ է ինքը մտածում այն ամենի վերաբերյալ, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ։ Արգիշտի Քյարամյանը, Էլիբեկ Քյարամյանը իմ ունեցած տվյալներով Վլադիմիր Գասպարյանի մոտ ընկերն է, նաև իրար հետ ունեն խավոր սանիկային հարաբերություններ։ Հիմա ինքը ինչ է մտածում։ Հետաքրքիր է նաև իմանալ ինչ է մտածում Վլադիմիր Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի իրականացրածի վերաբերյալ։ Ոչ մի լրագրողի մտքով չի անցել մտ հարցնել։ Հետաքրքիր է իմանալ Կճոյանի Արարատյան թեմի փոխանորդի կարծիքը Նիկոլ Փաշինյանի իրականացրած այլանդակությունների վերաբերյալ։ Բացարձակ լռություն։ Կճոյանը պիտի հիշեցնեմ ձեզ, որ հարգելի բարեկամներ, բազմաթիվ քրեական գործերով էր ասում նախկինում եւ մասնակցում էր Ավինյան Տիգրանի ինագուրացիոն այդ արարողություններին էր մասնակցում։ Ասում են բան է եկեղեցին ինչ որ կոկո բան էր, եկեղեցական վերնախավը քարեր Նիկոլ Փաշինյանի կոկորդին, դրա համար ինքը փորձում է կաթողիկոսից ազատվել։ Այսքան ողբերգություն արեց եկեղեցին ինչ որ բան հանդիսացավ, աչքեր հանդիսացավ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Ու շատ է լավ իրար հետ վերնախավը տեսել ենք, տեսնում ենք, ինչ հարաբերությունների մեջ են գտնվել, շատ լավ։ Բայց ինչ որ մարդկանց պետք է հանել հուդա, կհանեն հուդա, ինչ որ մարդուն պետք է հանել բրուտոս, կհանեն բրուտոս։ Այսպես շարունակ։ Սա տալդա երկիր է, հարգելի բարեկամներ։ Իմիջիայլոց նաև այն մարդուն, ում հիմա բրուտոս են կոչում, Մասյացոտն թեմի առաջնորդին։ Ես չեմ ընդունում այդ ձևակերպումները, բայց հետաքրքիր է։ Գևորգ arczepiskopos Սարաֆյան, եթե չեմ սխալվում։ Երբ Փաշինյան Նիկոլը մտնում է եկեղեցի, Փաշինյան Նիկոլին ծափահարում են։ Այդ ինչ այլանդակություն է, հարգելի arczepiskopos։ Դա այդ ինչ է։ Ինչի համար են եկեղեցում հավաքվածները Փաշինյան Նիկոլին ծափահարում։ Եվ դուք գտնվելով եկեղեցում, դուք չեք սաստում այդ այլանդակությունը, ինչի համար։ Սա նորմալ երևույթ է։ Նորմալ երևույթ է, որ մարդը ով այսքան այլանդակությունների մեջ թաթախված է, մարդը ով այսքան այլանդակությունների մեջ է, այսքան պատճառ է հանդիսացել, այսքան արյան այդ մարդուն եկեղեցու մեջ դիմավորում են ծափողջույններով։ Ինչքան ուզում եք դուք կաթողիկոսին ատեք կամ չընդունեք, ինչ կապ ունի։ Դա Փաշինյան Նիկոլի արածի հետ։ Ինչ կապ ունի։ Հիմա Փաշինյան Նիկոլին կարող է վաղը թշնամի դառնալ, չգիտեմ, օրինակ իսկապես իրական թշնամի դառնալ, ինչ որ մի սերժական տականք։ Ես երբեք չեմ կարող նրան համարել բարեկամ։ Ես չեմ ընդունում իմ թշնամին իմ բարեկամն է սկզբունքը։ Իմ թշնամին իմ բարեկամը կլինի միայն այն ժամանակ, երբ ինքը կիսի այն արժեքները, որը ես ինքս ունեմ։
Հիմա այս մարդը մտնում է եկեղեցի, այդ ծափուղջույնները ինչի համար են։ Ալես Սիմոնյանը մտնում է եկեղեցի, մարդը ով 20 թվականին ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, հիմա բերաններին են գալիս են բոլոր մարդկանց, ովքեր Արցախ բառը հանկարծ կասեն, հոսքս այդ դաշնակ մաշնակներին չի վերաբերվում։ Հանցագործության համար եք ծափահարում։ Ես չգիտեմ, տա Աստված այս մղձավանջը ավարտի հայը, այս հոգևոր կյանքում մղջավ, թեպես դուք հոգևոր կյանքով ապրող էլ չեք եղել մի հատ էլի։ Ինչ հոգևոր կյանք։ Թե այն կողմը, թե այն կողմը։ Այն մեկն էլ դուրս է եկել, ասում է բանը, Արշակի այդ վիդեոները սարքած էր։ Սարքած էր, ասում է, այ մարդ, ինչի մասին է խոսքը։ Գելենվագենն էլ էր սարքած։ Ամեն ինչը սարքած է։ Արսեն, ամեն ինչ։ Դա Աստված էս իմիջած այդ տեսանյութը, որը հրապարակվել է, իսկապես եղել է ապուրինի հրապարակումը։ Մարդկանց կյանք են մտնում, բայց չի կարող այն չունենալ հետևանք։ Ռուսաստանում վերջերս համանման մի սկանդալ տեղի ունեցավ, հաշված օրեր հետո հեռացրեցին իրենց պրոտոիերեին, ով մեծագույն վաստակ ուներ ռուս պրավոսլավ եկեղեցու նկատմամբ, մեծագույն վաստակ։ Ինչ վաստակ է ունեցել Արշակ Սրբազան կոչվածը, որ այդպես պահում եք դրան։ Ինչ վաստակ է ունեցել, այդ ինչ քարոզներ է արել։ Ես ինքը իմ հիշողության մեջ կմնա, որպես Կոլումբիային նախկին նարկո բարոն պրեզիդենտներից մեկի հետ դատարանում երկրի կրթական համակարգը պղծողներից մեկի համար ժամանակակից հայերենով ասած վալնավատ լինելու համար։ Լինելու գործով։ Այդ հանցավոր բանդայի փոխպարագլխի համար վալնավատ, այսպես ասած, կներեք ես ժարգոնային, բայց ժամանակակից հայերեն բառն է։ Լինողներից մեկը։ Ասում են, չէ, դա սարքած է։ Ամեն ինչն է սարքած։ Դա Աստված էս մղձավանջը, հարգելի բարեկամներ, ավարտ ունենա, դա Աստված այն հայը, այն որ ավարտ է ունենալու, այո, միանշանակ դա Աստված հայը ավարտի, հայը կասեցնի, իսկ եթե ոչ, թող կասեցնի օտարը։ Եթե չստացվեց, թող օտարը կասեցնի։ Թող օտարը հային ազատի հայի լծից։ Հայի պղծությունից։ Եվ պղծված է աշխարհիկ իշխանությունը, եւ պղծված է հոգեվոր իշխանությունը։ Ամեն ինչն եք դուք պղծել, սրիկաներ, ստահակներ, ամեն ինչը։ Այս պետությունը դարձել էր չարիք։ Այս պետությունը դուք դարձրեցիք չարիք։ Հային պետք է փրկել հայից, ես ձեր տիրոջ մերը, ես ձեր տիրոջ մերը։